Իրանում ինտերնետ և հեռախոսային կապը դեռևս սահմանափակ է, վերջին օրերին ցույցերի մասին տեղեկություններ գրեթե չկան։ Լուրեր են շրջանառվում, որ ակցիաները մարում են, սակայն ամբողջությամբ չեն դադարել։ Երկրի իշխանությունը հայտարարում է իրավիճակը վերահսկելու մասին։ Վաշինգտոնից նախազգուշացրել են, որ հետևում են իրավիճակին, հետագա գործողությունների ոչ մի սցենար չեն բացառում, բայց միևնույն ժամանակ ողջունում են մի շարք ձերբակալված ցուցարարների նկատմամբ մահապատիժը չեղարկելու Թեհրանի որոշումը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն էլ հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորումը հնարավոր է։ Նրա խոսքով Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը, կրճատի հրթիռային ծրագիրը, դադարեցնի տարածաշրջանում տարբեր ուժերին աջակցությունը։ Իրավապահների վերջին տվյալներով ցույցերի ընթացքում ձերբակալվել է 19,000-ից ավելի մարդ, հայտնի է շուրջ 2700 զոհի մասին, գրեթե ևս այդքան մարդ վիրավորումներ է ստացել։ Ստեղծված իրավիճակի ֆոնին հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը, քննարկել Իրանի շուրջ զարգացումները։ Ըստ Կրեմլի հաղորդագրության Վլադիմիր Պուտինն ընդգծել է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը ակտիվացնելու կարեւորությունը։ Մոսկվան պատրաստակամ է շարունակելու միջնորդական ջանքերը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ, նշում են Կրեմլից։ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցից հետո Պուտինը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Ուկրաինայում չկա մի էլեկտրակայան, որն այս ընթացքում չի վնասվել, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։ Դենիս Շմիհալը հավելել է, որ երկրում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը 20 օր։ Նրա խոսքով ամենաբարդ իրավիճակը Կիևում է, ինչպես նաև Օդեսայի մարզում եւ առաջնագծին մոտ բնակավայրերում։ Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Մոսկվան պատրաստ է ռուս-ուկրաինական կարգավորման գործարքի, մինչդեռ Կիևը խոչընդոտում է այդ գործընթացը, հայտարարել էր. իր երկիրը երբեք չի խոչընդոտել եւ չի խոչընդոտի խաղաղությունը։ Ռուսական հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ Ուկրաինան ոչնչացնելու փորձերն ապացուցում են, որ Մոսկվային խաղաղության համաձայնագրեր պետք չեն, շեշտել է Զելենսկին։ Նա հավելել է, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-ից 30 ժամ մնում են առանց էլեկտրականության։ Նախագահը տեղեկացրել է, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգն ամրապնդելու մասին բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ։ Մոսկվայից էլ անդրադարձել են ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորմանը։ Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ դա հնարավոր չէ առանց եվրոպական անվտանգության շուրջ երկխոսության։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ հարկավոր են հանդիպումներ։ Նա հավելել է, Մոսկվան հետաքրքրված է, որ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներն այցելեն Ռուսաստան եւ բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը։ Միացյալ Նահանգները եւ Մեքսիկան համատեղ հայտարարություն են տարածել։ Նշվում է, որ երկու երկրի նախագահների հեռախոսազրույցից հետո զրուցել են նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Մեքսիկայի արտգործնախարարը, քննարկել անվտանգային առկա խնդիրները։ Ըստ պետքարտուղարության Ռուբիոն ընդգծել է փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության սկզբունքների վրա հիմնված գործակցության կարեւորությունը։ Կողմերը համաձայնության են եկել ուժեղացնել համատեղ պայքարը թմրանյութերի մաքսանենգության եւ հանցավոր խմբավորումների դեմ, աշխատել անվտանգության ոլորտում գործակցությունն ամրապնդելու, ինչպես նաեւ երկու երկրի ընդհանուր սահմանով ֆենտանիլի ու զենքի անօրինական հոսքին վերջ դնելու ուղղությամբ։ Ռուբիոն եւ Դե Լա Ֆուենտեն պայմանավորվել են փետրվարին անվտանգային հարցերով նախարարական հանդիպում անցկացնել Վաշինգտոնում։ Չինաստանի նախագահը Պեկինում ընդունել է Կանադայի վարչապետին։ Սի Ցինփինը եւ Մարկ Քարնին ընդգծել են ռազմավարական նոր գործընկերություն կառուցելու կարեւորությունը, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Պեկինը եւ Օտտավան վերաիմաստավորում եւ բարելավում են երկկողմ շփումները։ Հարկավոր է մեր երկրների հարաբերությունները դնել առողջ, կայուն եւ հաստատուն զարգացման ուղու վրա։ Դա բխում է Չինաստանի եւ Կանադայի շահերից, ինչպես նաեւ նպաստում է համաշխարհային կայունությանը եւ բարգավաճմանը, շեշտել է Սի Ցինփինը։ Միացյալ Նահանգների հետ առևտրային լարվածության մաքսատուրքերի ֆոնին Կանադայի վարչապետն էլ համոզմունք է հայտնել, որ երկրները կարող են լուրջ առաջընթացի հասնել, այդ թվում գյուղատնտեսության, էներգետիկայի եւ ֆինանսների ոլորտներում։ Կարծում եմ, մեր գործընկերությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում նաեւ նոր աշխարհակարգի համար, ընդգծել է Մարկ Քարնին։ Դիանա Գասպարյան, լուրեր։